տղայի երազանքի հետևի ֆուտբոլիստ համար 24 Նիկոլա Ստեֆանովիչ, համար 6 Վլադիմիր Սկրեչու եւ համար 3 Ալեքսանդր Ռոմկով, համար 17 Կարլոս Մորա, ձախից համար 11 Նիկուշոր Բակու, նա թիմի ավակն է։ Կենտրոնական կիսապաշտպաններն են Տուդոր Եվրոգավաթային այս շրջանում շատ ու շատ կարևոր ու հրաշալի րոպեները մեզ պարգևել էկրանների բոլորի էկրաններին էր եւ կապ հանդիպան մեկնարկը փոփոխություններ չի կատարել Մանուել Տուլիպան Եվրոգավաթային նախորդ հանդիպման քիչ առաջատարների հանգստանալու հնարավորություն տալ, բայց վաստակել 3 միավոր Սերոպյան եւ շեղեստացվում Արթուրի արվածը սա այն նվերներից չէ, տալիս են այս նվերը պետք է վաստակել հիմա Ալհամլավին գնդակով մեր Տուգաննային հրապարակում է, Բրավիևը փրկում է, շարունակվում է եւ Բուենո Բանջակի փոխանցում Աչեզեր, առաջանում է Արթուր Սերոպյան տարբերակ է փնտրում Սերոպյան ու նորից հարվածում է Արթուրը եւ դարպասապա չմտավ խաղի մեջ, ոչ Սումաչ Մորա առաջ նետեց Չիկելդեուին, Մուրադյանն է պայքարում Չիկելդեուն գտնում եմ նախորդ խաղում կիսապաշտպանությունում էր գործում ինչ վտանգավոր էր Խանցում առաջ, Բայարամ վտանգավոր է և փրկում է դարձյալ Շվիլի փոխանցում աչ, Մորա դեպի Չիկելդեուն հետևեց փոխանցում, դեպի Տուգանային հրապարակ այստեղ հարված է հետևում և շատ վտանգավոր էր նորից վտանգավոր պայ Արավարկյան նրանց կավարտ առաջին խաղակեսը և թիմերին կուղարկի հանդերձարան այո, հավարտված է Առաջին խաղակեսը 0-0 դիմակայությունում 1-1 ինձպիչում, որից հետո վերադարը Ունիվերսիտատիա Կրայովայի Ֆիլիպե Կոելյուն է կա երկրորդ խաղակեսի մեկնարկը Արատ Արմենիայի դարպասում Ժուաո Բրավիմն է 98 համարի մարզաշապիկով պաշտպանությունում 4 ֆուտբոլիստ ձախից Էդգար Գրիգորյան համար 16 աչից հանեց գնդակը դաշտի դիմային գծից հետաքրքիր խաղարկում Սկրեչու և Բրավիմ Փրկում է Ժոու Բրավիմին աջող փոխանցում կատարեց ինչու հետ նա գնաց Բրավիմը միգուցե ասներ հեռացնել և փրկում է Ժոու Բրավիմը Տելես փոխանցում աչ հարված տեսեք ինչ պայ է ստեղծվում կարելի է կատարել փոփոխություն Ալհամլավին կփոխարինվի և Ստիվեն Նսիմբան դուրս կգա խաղադաշտ, իսկ հիմա Ֆրանսան Աչեզրով գրում է փոխանցում Տուգանայի հրապարակ և ինչ հնարավորություն է կորցնում Արատ Արմենիան Մենք դեռ չենք կարողանում դեպուկ հարվածել Բանջակի փոխանցում էր ամենայն հավանականությամբ փորձում կատարել, բայց Սանդրո Լիման տեսեք որտեղ է հիմա Դակ է բաժանում Գրիգորյան Ֆրանսա և Բալանտան է այստեղ Մեկվաբիշվիլի Փոխանցում դեպի Նսիմբան շատ վտանգավոր է և Ժուաո Բրավիմ Տիպ խաղարկումներ Տելես փափուկ փոխանցում առաջ Մալիս ուշադիր է պետք լինել սեփական Տուգանային հրապարակում Բրավիմը փրկում է վտանգավոր է Բալանտա կարդի է թեր այս երյակների մագործում Բալանտա և ծույց տուր նշակետը 11 մետրանոց Սա է ֆուտբոլը իր ամբողջ գեղեցկությամբ, իր ամբողջ հմայքով, իր ամբողջ պատասխանատվությամբ և իր անկանխատեսելիությամբ ես կասեմ, որ երբեմն նաև իր անարդարությամբ, բայց ֆուտբոլը մեզ շատ ու շատ անգամներ բարդ դրություններում է դրել և ստեղծել է պայմաններ, որից մեր թիմերը կարողացել են դուրս գալ։ Մենք պարտվել ենք շատ դաժան խաղերում, մենք տեսել ենք շատ Գասուլիչը, Լիմա, հարված
Հանրապետականը ոգևորում է Գասուլիչը։ Լիմա, հարված, գոլ։ Երբ բոլորը տեսնում են փակ դուր, մեծերը տեսնում են այն բացելու հնարավորություն։ Երբեմն 90 րոպե բավական է, որպեսզի մի ամբողջ սերունդ ասի, մենք տեսանք դա։ Հարարատ Արմենյան, ծայրահեղ, ծանր, դասավորվող խաղում, փորձում է հաղթանակ կորզել։ Սանդրո Լիման, միայն երրորդ փորձից է կարողանում գրավել դարպասը, բայց խփում է այդ գոլը։ Սանդրո Լիմայի մարզաշապիկը երբեք տեսել նման բան։ Տվեց, բայց վերադարձեց, խոստացիր, որ հետո է տեսնալու Սանդրո։ Հիմա 11 մետրանոցի վրտապատկեր հարված է դարպասապահը նորից աննորմալ սեյվ կատարեց, բայց ամեն դեպքում ավելացրեց Սանդրոն։ Եվրոպա լիգայի հիմնական փուլից ասել եմ ու փոխածում Ալեքսանդրոս Մալիս հեռացվում է գնդակը, թերանել ավելի հեռու է ուղղակում, վերջ, երբ բոլորը տեսնում են փակ դուր, կրկնում եմ, մեծերը այն տեսնում են բացելու հնարավորություն։ Ով մինչև վերջ է պայքարում, նա երազելու իրավունք է ստանում։ Այսօր Հարարատ Արմենյան հայկական ակումբային ֆուտբոլում պատմություն է կերտում։ Դուրս է գալիս Եվրոպա լիգայի հիմնական փուլ։ Այսօր հաղթեց այդ տղանով երազում էր եվրոպական մեծ խաղերի մասին։ Հաղթեց այն հայը, ով Երևանում, Գյումրիում, Կապանում, Սյունիքում, Վանաձորում, աշխարհի տարբեր անկյուններում հավատում էր, որ